ջան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս եթերին, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց սկսենք հենց այս հարցից, դուք բազմիցս խոսել եք Ադրբեջանից բռնազավթված հայերի իրավունքների մասին եւ այսօր մենք էլ իրականության մեջ ենք, որ Ադրբեջանի իշխանություններն այս իշխանությունների ձեռամբ տանում են այն քարոզը, որ ադրբեջանցիները 300,000 եւ ավելի պետք է վերադառնան Հայաստան, այս վերադառնալը իհարկե չակերտներում, իրենց պատմական հայրենիք, իրենց արևմտյան Ադրբեջան եւ մենք ինչ տեսանք Գերմանիայում, այն կեղտոտ ամբարոյի շորտեղ համեմատությունը արևմտյան Ադրբեջան Լեռնային Ղարաբաղի դուք դուրս եք բերում այդ խոսույթը ձեր բառապաշարից մենք սա ենք հեռացնում, այլևս Լեռնային Ղարաբաղի տեղամաս հայերի վերադարձի իրավունքն է ոտնահարվում, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ դուք ձեր նախնական խոսքում ասացիք, որ անդադ խոսում ենք 500,000, 700,000 հայեր պետք է վերադառնա, պետք է այդ մարդկանց իրավունքների մասին խոսի, բայց իրականում ասացիք ոչ, դա կեղծ թվեր են, իրականում շատ ավելի շատ հայեր են, որոնց հետ կապված դուք հիմա արդեն փաստերով կներկայացնեք։ Այո, շնորհակալ եմ, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Իրոք վերջերս Բերլինում, Գերմանիայում, թե Համբուրգում վարչապետը ասում էր, որ այդ հնչեցնելը այդ թիվը 350,000-ի վերադարձը եւ արցախցիների վերադարձը, կարող է նոր իբրև պատերազմի հանգեցնել։ Ես ուզում եմ առարկել այս կապակցությամբ առարկել 350,000 թիվը ադրբեջանցին որտեղից է վերցրել Ադրբեջանը, Ալիևը որտեղ է վերցրել 88-89 թվականների 1988-1989 թվականների այդ իրենց ներքին Հայաստանից տեղափոխվածների հարցն է սա, Հայաստանից տեղափոխվել են, ընդ որում դրանց մեծ մասը բազմիցս ասել ենք, որ ստացել է փոխհատուցում, հետո տեղափոխվել, հատկապես այն մարդիկ, ովքեր որ ապրել են Հայաստանի հյուսիսում երկրաշարժից հետո։ Հիմա, իսկ այդ թվականներին Ադրբեջանից ինչքան մարդ է տեղափոխվել։ Նախ մենք հենց իմացանք, դա անցյալ տարի էր, երբ որ հնչեց անցյալ տարվա ամռաններ, ամառվա վերջն էր, երբ որ հնչեց այդ թիվը, որ այդ 350,000-ը պետք է վերադառնան, մենք անհապաղ միասին շարժում եւ կանայք եւ ոչ միայն կազմակերպողը միասին շարժումներ, ակցիա կազմակերպեցին կառավարության շենքի առջև, որ եթե Ադրբեջանը բարձրացնում է 350,000-ի հարցը, ապա մենք էլ դնում ենք 1,200,000-ի։ Ինչու 1,200,000-ի։ Այդ թվականներին 88-ից 92 թվականները Ադրբեջանը լքել է սպառնալիքի ցեղասպանության ենթարկվելու սպառնալիքի տակ Ադրբեջանը լքել է 1,200,000 հայ։ Ինչու են Հայաստանում տարբեր թվեր ասում, ըստ երևույթին հաշվի չեն առնում այն հանգամանքը, այն հայերի թիվը, որոնք միանգամից Ադրբեջանից տեղափոխվել են այլ երկրներ, գուցե հաշվի են առնում միայն այն թիվը, որը տեղափոխվել են Ադրբեջանից տեղափոխվել են Հայաստան։ Բազմիցս հիշեցրել եմ, նորից եմ հիշեցնում, որ 1988 թվականին Մութալիբովը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ամբիոնից հնչեցրել է թիվը, որ այս պահին Բաքվում ապրում է 500,000 հայ, այդ թիվը Մութալիբովը հնչեցրել է։ Բա մյուսները, Ադրբեջանի բոլոր քաղաքներում ու գյուղերում, բացառությամբ այն բաների, որտեղ զուտ թրքալեզու մարդիկ են ապրել, բոլոր շրջաններում հայեր են ապրել։ Դա բացի Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, բացի դա Շաումյանի շրջան, Դաշկեսանի շրջան, Խանլարի շրջան, Շամխորի շրջան, Գանձակ քաղաք, Մինգիչաուր քաղաք, Եվլախ Գերանբոյ, Սումգայիթ,
էլ մնացած Լենքորան, ամեն տեղ հայեր են ապրել։ Ու պատահական չէ, գիտեք, երբ որ 1920 թվականին, 21 թվականին ստեղծվում էր այսպես անդրկովկասյան այն ժամանակ այդպես 3 հանրապետությունները, Ադրբեջանի ստեղծման փաստաթղթերում ամեն տեղ գրված էր, ռուսերեն ասեմ, во имя мира между армянами и мусульманами. Во имя мира между армянами и мусульманами անել այսինչ բանը, հանուն խաղաղության հայերի եւ մուսուլմանների միջև անել այսինչ բանը, այսինքն Ադրբեջանը ինքը ստեղծվել էր որպես հայ մուսուլմանական հանրապետություն, հայ մուսուլմանական, դրա համար այնտեղ տիտղոսակիր ազգ չի եղել, դա ընդհանուր մի պետություն է եղել, այդ պահին այնտեղ ապրող ազգերի համար։ Հիմա մենք որ ասում ենք պետք է հրաժարվել եւ կբերի այդ խոսույթը, եթե հայերն էլ պիտի վերադառնան, արցախցիները ընդ որում պիտի վերադառնան Լեռնային Ղարաբաղը, դա կբերի նոր պատերազմի, դա բոլորովին այդպես չէ։ Եթե մենք հրաժարվենք այդ խոսույթից, այդ դա կբերի պատերազմի, եթե մենք հիմա չենք դնում, որ 1.200.000 հայերը պիտի վերադառնան Ադրբեջան, եթե 350-ը գալիս է այստեղ, այդ դա ավելի շատ կհետաձգի պատերազմը, քան որ մենք լռենք, ասենք հա, Լեռնային Ղարաբաղցիները չեն վերադառնալու, բայց ադրբեջանցիները վերադառնալու են, այդ դա բերելու է պատերազմի, եթե մենք դրան ընդդիմանալու ենք, հա, մեկը Ադրբեջանը համաշխարհային այդ բաներում ատյաններում թմկահարելու է, որ Հայաստանը չի թողնում մարդիկ վերադառնան իրենց հայրենիք, չակերտավոր հայրենիք, ու դա բերելու է նոր էսկալացիայի, դա է բերելու պատերազմի։ Մենք պիտի դնենք, բազմիցս ասել ենք 1.200.000 հայերի վերադարձը Ադրբեջան, դե եկեք այստեղից բանակցենք, եկեք այստեղից։ Նա ուրիշ հարթակ է, արցախցիները ինքնավարություն են ունեցել, իրենց հազարամյա պապենական հողում ինքնավարություն են ունեցել, սա անքննելի է, արցախցիները պետք է ստանան իրավունքը իրենց պապենական հողեր վերադառնալու, սա անքննելի է, կրկնում եմ, 350.000-ին պետք է հակադրվի 1.200.000-ը։ Հիմա առհասարակ ինչ է կատարվում մեր երկրում։ Նախկինում ես դեռ մինչև 2018 թվականը, երբ վիճակը բարվոք չէր, ես այսպիսի մի համեմատություն էի անում, որ մեր պետությունում, մեր հանրապետությունում, եթե համեմատում ենք մեծ ընտանիքի հետ, հայոց ընտանիքի հետ, ես այսպես համեմատություն էի անում, թե ոնց որ այդ երկրում, այդ ընտանիքում մայրը բացակայում է եւ արդյունքում մեծ երեխաները խլել են փոքրերի հացը, չաղ ու բախտավոր էին, այն փոքրերն էլ, թույլերն էլ լացակումած թափառում են, դա մինչև 18 թվականը եղած իրավիճակներ։ Հիմա ինչ իրավիճակ ստացանք, երբ որ այն թույլերից, այն ճնշվածներից մեկը եկավ իշխանության ու սկսեց վրեժ խնդիր լինել այն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր որ իբրև խլել էին սրանց հացը։ Փաստորեն այդ թույլը, հա, ով որ իբրև իրեն ճնշված է զգացել, խլել է այդ հիմա հաշվեհարդար է լինում, այն նրանք ովքեր որ ժամանակին խլել են սրանց հացը, ու մեր երկրում քաոս է ստեղծվել, դրա արդյունքում, այդ հաշվեհարդարի արդյունքում, մեր երկրում քաոս է ստեղծվել, ու ստացվել է այնպես, որ այ համեմատական է քաղաքացիական սառը պատերազմի հետ իրավիճակը մեր երկրում,
համեմատական է քաղաքացիական սառը պատերազմի հետ։ Ընտանիքներում այդքան սպանություններ են լինում, կինը ամուսնուն, տղան հորը, մորը, հարևանները միմյանց հետ, էլ այդ քաղաքական այդ սպանությունները չասենք, ով է հետաքննում, կամ մեկը որ հետաքննում է, ինչի արդյունքում է այսպես, գուցե այդ քաղաքական անհամաձայնության հետևանք է դա, եւ գիտեք ըստ որոշ տվյալների այդ քաղաքական ատելությունը ամենամեծ ատելությունն է, որ մարդկանց այսպես ընտանիքում այդ գումարային հարցը կարող է այդքան մեծ անհամաձայնության, ատելության չբերի, ինչքան քաղաքական հողի վրա այս կամ այն քաղաքական ուժին կամ անձին պաշտպանելու հողի վրա։ Այդ վիճակն է, դրա համար ենք ասում, այդ ատելությունը սոցցանցերում, ինչպես են ատում ամենավերջին բառերով միմյանց նկատմամբ այդ բառերը, դա այդ ամեն ինչը թույլ է տալիս ասել, որ մեր երկրում սառը քաղաքացիական պատերազմ է, երբ ենք այս վիճակից դուրս գալու, Աստված գիտի, ամեն մեկը պիտի գիտակցի, որ մենք ինչ վիճակում ենք, յուրաքանչյուրը պիտի իր վրա աշխատի, յուրաքանչյուրը պիտի իր վրա աշխատի։